Թող լույս լինի, և լույս եղավ։ Ուզում եմ հիշեցնել մտքի ողջ ուժի մասին։ Դու կարող ես ինքդ քեզ համարել դեպրեսիայի մեջ եղող մեկը։ Դու կարող ես ստրեսի մեջ քո մտածելակերպն ունենալ։ Խառնաշփոթի ասթափության մեջ կարող ես քո մտածելակերպն ունենալ։ Մտքի մեջ այնքան մեծ ուժ կա, որ հավանաբար կուզենայիր քեզ արտոնել փոխել քո միտքը։ Որոշել, որ դու բավականաչափ սիրում ես ինքդ քեզ։ Մի շրջապատիր քեզ մարդկանցով, իրերով և իրավիճակներով, որոնց պատճառով քո միտքը կարող է շարունակ պտտվել բացասական դիսֆունկցիոնալ բաների շուրջ։ Փորձիր։ Հերիք է, որ մեկ անգամ ես քեզ սնուցեմ այն մտքով, որ դու կարող ես ունակ ես ինչ-որ բանի։ Տես, ես կարող եմ քեզ սնուցել այն մտքով, որ այս հաբը, որ մենք հենց նոր ստացանք դեղագործական ընկերությունից, լավագույնն է քո խնդրի համար։ Եվ ես քեզ կտամ այս հաբը, և դու բուժվես, իսկ հետո պարզես, որ դա շաքարային հաբ է։ Ահա այս ամենը կոչվում է պլացեբոյի էֆեկտ։ Ինչ է սա իրականում նշանակում։ Դու չես բուժվել դեղահաբով, դու բուժվել ես դեղահաբի հանդեպ ունեցած հավատքով։ Այո, ամբողջ բժշկական միջամտության առնվազն 1/3-ը, մինիմում 1/3-ը հենց պլացեբոյի էֆեկտն է, որտեղից էլ բուժումը գալիս է։ Այո, ես գիտեմ պլացեբոյի մասին, այո, բայց դա դրական մտածողության արդյունքն է։ Ինչ կասեք բացասական մտածողության մասին։ Եվ սա այն է, ինչի մասին մենք չենք խոսում։ Բայց իրականությունն այն է, որ դրանք հավասարապես զորավոր են։ Եվ այն ազդեցություն է ունենում մեր կենսաբանության վրա այնպես, ինչպես դրական մտածողությունը, բայց այն աշխատում է հակառակ ուղղությամբ։ Բացասական միտքը կոչվում է նոցեբոյի էֆեկտ։ Կարող է առաջացնել ցանկացած հիվանդություն, և դու կարող ես մահանալ։ Եթե հավատաս, դու կմահանաս։ Դու կարող ես մահանալ քո հավատից։ Այսպիսով մենք իսկապես պետք է զգույշ լինենք, քանի որ հոգեբանը մեզ կարող է ասել, որ մեր մտքերի 70%-ը կամ ավելին բացասական են և լեցուն են նույն բացասական մտքերը կրկնելով։ Եթե մտքերը կապ չունենան դրա հետ, լավ է, բայց դրական կամ բացասական մտքերը ձևավորում են մեր կենսաբանությունը։ Եվ հանկարծ ասում են՝ լավ, հիմա արթնանալու ժամանակն է, քանի որ մեր բացասական մտածողությունը դրսևորում է բացասական կյանքի փորձառություն։ Բառերը չափազանց զորավոր են։ Դու իրականում ստեղծում ես քո սեփական օրենքներն ու սահմանափակումները քեզ համար, օգտագործելով այն բառերը, որոնք ամենից հաճախ օգտագործում ես։ Երբևէ ապրած ամենամեծ ուսուցիչը Գալիլեյի հարթավարից ատաղծագործը մի անգամ ասել է. որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես և քո խոսքերից պիտի դատապարտվես։ Մատթեոս 12:37։ Նա հասկանում էր այս հոգևոր հատկությունները և թե որտեղ դրանց տիրապետել։ Ասում են, որ գլխավոր արարիչն իրականում խոսքով է տիեզերքը ստեղծել, որը նաև հայտնի է որպես ցիմատիկ կամ թրթռում, և հիշեք, որ դուք արարչի մի մասնիկն եք և տիրապետում եք նույն ստեղծագործական հատկանիշներին։ Երբեք մի օգտագործեք նման արտահայտություններ։ Սա ինձ սպանում է կամ դա ինձ զայրացնում է։ Թեև թեթև սրտից բխած խոսքեր են դրանք, իրական հրամաններ են, որոնք էներգիա են առաջացնում։ Մարդու բերանի պտղից նրա փորը կկշտանա, նա կհագենա իր շրթունքների արդյունքից։ Մահն ու կյանքը լեզվի ձեռքին է, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը։ Առակաց 18, 20-21։ Կան բարձր էներգիա պարունակող բառեր և կան ցածր էներգիա պարունակող բառեր։ Մեծ էներգիայով խոսքերը գրավում են քեզ դեպի դրական մարդիկ, դրական իրավիճակներ, դրական արդյունքներ, դրական հանգամանքներ, դրանք նաև բարելավում են քո առողջությունը և լսողների առողջությունն ու բարեկեցությունը։ Ողջամիտ սիրտը գիտություն է որոնում, իսկ անմիտների բերանը հիմարությամբ է սնվում։ Թշվառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջույքի մեջ է։ Լավ է քիչը Տիրոջ երկյուղով, քան թե մեծ գանձը խռովությամբ։ Լավ է կանաչեղեն կերակուրը սիրով, քան թե գիրացված ցլիկը ատելությամբ։
Բարկացկոտ մարդը վեճ է հրահրում, իսկ համբերատարը հանգստացնում է վեճը։ Ծույլի ճանապարհը փշերով է պատված, բայց ուղղամիտների ուղին հարթված է։ Ցածր էներգիա պարունակող բառերը ճիշտ հակառակն են անում։ Դրանք գրավում են բոլոր տեսակի բացասական իրավիճակներն ու հանգամանքները, ինչպես ապացուցված է, որ դրանք իջեցնում են ձեր իմունային համակարգը, դարձնելով ձեզ ավելի ընկալունակ հիվանդությունների հանդեպ։ Դոկտոր Էմոտոյի ջրի փորձն ապացուցում է, որ խոսքերն ու մտադրությունն իրականում ֆիզիկական ազդեցություն ունեն ջրի վրա։ Դոկտոր Էմոտոյի լաբորատորիան ուսումնասիրում է ջրի նմուշները, որոնք ենթարկվում են արտաքին ազդեցության տարբեր ձևերի։ Ջրից ստացված դրսևորումները գրանցվում են այն արագորեն սառեցնելով կրիոգեն խցիկում։ Էմոտո Մասարոյի բազմաթիվ փորձերը նպատակ են ունեցել գտնելու ջուրը մաքրող բառը։ Ամենահզորն այն է, որ ցույց է տվել, որ դա ոչ միայն մեկ բառ է, այլ երկուսի համադրություն՝ սեր և երախտագիտություն։ Առաջի Պետրոս 3:8-10 Եվ վերջապես բոլորդ եղեք համախոհ, կարեկից, եղբայրասեր, բարեգութ, խոնարհ, չարի դիմաց չար մի հատուցեք կամ բամբասանքի դիմաց բամբասանք, այլ ընդհակառակը օրհնեք, որտև հենց նրա համար եք կանչվել, որ օրհնությունը ժառանգեք, որովհետև ով ուզում է սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց և իր շրթունքները նենգություն խոսելուց։ Հովհաննես 6:63-64 Հոգին է կյանք տվողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս, այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է ու կյանք, բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում, որովհետև Հիսուսը սկզբից գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն հավատում և ով էր նա, որ մատնելու էր իրեն։ Հավատը գալիս է լսելուց։ Դա նման է նրան, երբ ասում են «Ես կարող եմ դա անել» և հետո կատարում։ Դրանք հենց այն բառերն են, որոնք լսելիս դու իրականում ստանում ես քաջություն և ուժ։ Դրանց շնորհիվ հասնում ես ինչ-որ բանի։ Ահա թե ինչու է այնքան կարևոր ոչ միայն լավ մտքեր ունենալը, այլ նաև դրանք արտահայտելը, հռչակելը։ Եթե ուզում ես ինչ-որ բան կատարվեն և ուզում ես դրանք դրսևորվեն աշխարհում, եթե քո մեջ միտք ունես, պետք է այդ միտքն արտահայտես։ Դու պետք է ստեղծես խոսելով հենց այն, ինչ ունես քո մեջ, ու պետք է ինչ-որ կերպ բերես այս աշխարհ և այն դարձնես իրական։ Մտածիր դրա մասին այսպես. միտքը, որ քո ներսում է, այս աշխարհում չէ, միտքը, որ քո ներսում է, միայն քո ներսում է, այնքան ժամանակ, մինչև չարտահայտես այդ միտքը և այս աշխարհում չտաս դրան թրթիռ, որով իրականում դրսևորվում է։ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված խոսեց և ամեն բան եղավ։ Սուրբ Գիրքն ասում է, որ յուրաքանչյուր խոսք, որ մենք կխոսենք, համապատասխանաբար կդատապարտվի, և որ մենք պատասխանատվություն ենք կրելու այն ամենի համար, ինչ ասում և մտածում ենք։ Ահա ինչու պետք է գերի վերցնենք յուրաքանչյուր միտք, որը գալիս է մեր գլխում, այն ներուժ ունի ստեղծելու այդ միտքն աշխարհում և դրսևորվի քո արտահայտած բառերով։ Քո մտքերը ստեղծում են քո մտքերը, իրականություն են դարձնում քո խոսքը, որպեսզի դրանք դարձնեն հենց այն, ինչին դու հավատում ես, որ դրանք կլինեն։ Առաջարկում եմ վերցնենք Սուրբ Գիրքը և միասին ընթերցենք Հովհաննես ավետարան 3-րդ գլուխ 1-12 խոսքերը։
Բժիշկ Մոտոն հերթական հետաքրքիր փորձն է անցկացրել։ Նա բրինձը լցրել է 3 ապակյա բաժակների մեջ և դրանք ծածկել ջրով։ Հետո 1 ամսվա ընթացքում ամեն օր շնորհակալություն է հայտնել առաջին բաժակին։ Երկրորդին ասել է. «Դու ապուշ ես», իսկ երրորդին նա ամբողջովին անտեսել է։ 1 ամիս անց բրինձը, որին շնորհակալություն էր հայտնել, սկսել է խմորվել, տալով ուժեղ հաճելի բուրմունք։ Երկրորդ բաժակի բրինձը սևացել էր, և անտեսված բրինձը սկսել էր հոտել և նեխել։ Առաջին լավ խնձորին դրական բաներ ենք ասելու, իսկ վատ խնձորին վատ տհաճ բաներ։ Այսպիսով ես պարզապես հանեցի իմ խնձորները վատ խնձորի անոթից և լավ խնձորի անոթից, և ինչպես տեսնում եք, սա զարմանալի է նույնիսկ թերահավատների համար, դուք պետք է խոստովանեք, որ դա այդպես է, և ես պետք է խոստովանեմ, որ ես նրանցից մեկն էի, ով մի փոքր թերահավատ էր, և ես ապշած եմ այն ամենից, ինչ տեսնում եմ հենց հիմա։ Փորձեք օգտագործել 25 տարը, կամ նույնիսկ 50 տարը։ Սա գործում է և ցույց է տալիս, որ մեր մտքերը բառացիորեն ձևավորում են մեր կյանքը։ Ես սիրում եմ քեզ ելակ, սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ։ Ես ատում եմ քեզ ելակ, ատում եմ, ատում եմ, ատում եմ։ Սա միանգամայն նորմալ է թվում։ Նայեք այս զզվելիին, ատելության հատապատղին, նայեք սրան։ Մարդիկ ատում են այնպիսի բաներ, որոնք վրդովեցնում են, հիասթափեցնում և զայրացնում են։ Չնայած մենք չենք կարող տեսնել ուրիշի սիրտը, սակայն մենք ենթադրում ենք, որ ճանաչում ենք վատ շարժառիթը կամ նույնիսկ վատ մարդուն, երբ տեսնում ենք նրան։ Ուրիշներին կպնելու այս թեման կարող է իրականում ուսուցանվել երկբառանոց քարոզում, զայրույթ պահելու կամ վնաս պատճառելու ցանկություն։ Երբ խոսքը վերաբերվում է ատելությանը, բամբասելուն, անտեսելուն, ծաղրելուն, խնդրում են կիրառել հետևյալը՝ վերջ տուր։ Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է հավատի շինության համար, պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։ Եփեսացիներ 4:29։ Միթե մենք բոլորս ինչ-որ մի ժամանակ չենք մոտեցել ողորմության աթոռին և ողորմություն խնդրել։ Միթե մենք մեր ամբողջ հոգով չենք ցանկացել, որ ողորմությամբ ներվեն մեր սխալները և մեր մեղքերը, որոնք գործել ենք։ Ինքներս մեզ և ուրիշներին ներելը հեշտ է։ Իրականում մեզանից շատերի համար դա պահանջում է մեր վերաբերմունքի և մտածելակերպի լուրջ փոփոխություն, նույնիսկ սրտի փոփոխություն։ Սրտի այս հզոր փոփոխությունը հենց այն է, ինչի համար նախատեսված է Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Ես ուղղակի ուզում եմ ասել, ես իսկապես իրապես ցավում եմ։ Եկեք բարի լինենք, ներենք, խաղաղությամբ վարվենք միմյանց հետ։ Եկեք բարի կանենք բոլոր մարդկանց, թույլ տալով մեզ տեսնել ուրիշներին այնպիսին, ինչպիսին մեր երկնային Հայրն է մեզ տեսնում, որպես թերի և անկատար մահկանացուների, ովքեր ունեն ներուժ և արժեք, որը վեր է մեր պատկերացումներից։
Քանի որ Աստված մեզ շատ է սիրում, մենք նույնպես պետք է սիրենք եւ ներենք։ Հիշիր, ի վերջո, նա հենց այն նույն ողորմած Աստվածն է, ու մոտ ամեն բան աստվածային է։ Հավատաս թե ոչ, քո ասած յուրաքանչյուր բառ հատուցումն է քո խոսքի։ Դու միշտ հաստատում ես, որ ավելին ես ցանկանում, որ այն լինի քո կյանքում, ասելով քո ուշադրությունը դրա վրա դարձնելով եւ դրա մասին խոսելով։ Քանի որ դա այդպես է, խոսիր միայն այն ուրախալի բաների մասին, որոնք դու կցանկանայիր ունենալ եւ զգալ, եւ նախքան դու հասկանալը, այդ բառերը կդառնան քո բառապաշարի ամենօրյա մասը, եւ քո կյանքը շուտով կհետևի այդ օրինակին։ Եղեք օրհնված։